Զրուցում ենք Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց 2026-31 թվականների ծրագրի նախագիծը եւ հայտարարեց, որ հունիսյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, դառնալով Հայաստանի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսություն, ու հետո արդեն ճեպազրույցի ընթացքում դրան հաջորդեց մեկ այլ ուշագրավ հայտարարություն, որ Հայաստանը թևակողում է իր պատմության նոր փուլը 4-րդ հանրապետության։ Կխնդրեմ ասեք, թե առհասարակ ըստ Փաշինյանի ինչ է մեզ համար նշանակում 3-րդ հանրապետության ավարտը եւ 4-րդ հանրապետության սկիզբը, եւ նմանատիպ հայտարարություն եւ դրան հաջորդող գործընթացները իշխանության կողմից ինչ սպառնալիքներ կարող են մեզ համար նշանակել։ Գիտեք, քանի որ մենք նոր տեսակի իշխանության ենք առնչվել արդեն 8 տարի շարունակ եւ մեր համար կարծես թե այս օրինաչափ է դարձել, որ իշխանությունը ոչ թե գործով, այլ պոպուլիզմով է զբաղվում, երբ ըստ էության պոպուլիզմը պիտի ընդդիմության մենաշնորհը լիներ, մենք ունենք պոպուլիստ իշխանությունը զավթած անձինք, որոնք այսպես գեղեցիկ բառերի ներքո, այսպես էմոցիաներ առաջացնող բառերի ներքո, ըստ էության վտանգ են ներկայացնում հենց Հայաստանի Հանրապետության համար եւ մեկնարկում են այս արտահայտությամբ կարծես թե այսպես բարի պուպուշ բառերով սկսել են Հայաստանի ապամոնտաժման քաղաքականության իրականացումը, որովհետեւ չի կարող չլինել Հայաստանի 3-րդ հանրապետություն, երբ երկրի ղեկավարը նման արտահայտություն է անում ու նման հայտարարություն է անում, հայտարարում է հանրապետության չգոյության մասին, չլինելու մասին, եւ դա վտանգավոր է բոլոր առումներով։ Աշխարհը ճանաչում է Հայաստանը հենց ձևավորման պահից, այսինքն Հայաստանի 3-րդ հանրապետության տարածքներով։ Այս մարդը ըստ էության հայտարարելով այլ Հայաստանի մասին, խոսում է բնականաբար նաև այլ տարածքով Հայաստանի մասին եւ այլ տեսակ Հայաստանի մասին։ Այս մասին դեռևս մենք ես որպես Արցախի ազգային ժողովի պատգամավոր խոսել եմ արդեն 2022 թվականից։ Երբ հիմա է այսպես ակնհայտ երևում եւ իրենք կաշկանդված չեն այլևս իրենց գործողություններով Արցախի հանձնումից հետո եւ հանցագործաբար լեգիտիմացնելով նաեւ իրենց այս ընտրությունները չակերտավոր լեգիտիմացնելով, որովհետեւ ակնհայտ իշխանության զավթում տեղի ունեցավ կրկին անգամ, իրենք համարում են, որ այլևս կաշկանդված չեն ոչ մի հարցում եւ բնականաբար կարող են ապամոնտաժել Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ վերջին օրերին բոլոր ուղերձները Ադրբեջանից եկող ուղիղ Հայաստանի ապամոնտաժման մասին են եւ Ադրբեջանը իդեմս իր ղեկավարի այդ ամենի քաղաքական հիմք դնում է որպես կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունների տրված հրահանգների կատարում։ Ես սա համարյա թե ուղիղ մեջ բերեցի Ալիևի խոսքից։ Դա է իրականությունը, անձինք իշխանության հերթական զավթումից հետո իդրականապես մենք բոլորս ենք եղել, հիմա կատարում են Բաքվի բոլոր պահանջները արդեն իսկ առանց կաշկանդվելու եւ անունը դնելով, որ եթե ժողովուրդն է իրենց ընտրել, հետեւաբար իրենք կատարում են ժողովրդի կամքը։ Տիկին Հակոբյան, մի կարևոր ձևակերպում էլ ինքը այս մասով ասաց, որ 3-րդ հանրապետությունը առաջին իսկ օրվանից հիմնադրվել է կոնֆլիկտի ու հակամարտության տրամաբանությամբ, մինչդեռ 4-րդը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ։ Ռեալ իրական կյանքում Փաշինյանի ասած այդ իրական Հայաստանը, որը ունի խաղաղություն ու իրանք գնում են դեպի խաղաղության, ինչ ենք մենք տեսնում ռեալ հողի վրա։ Ինչ է ասում Փաշինյանը, խաղաղություն, մենք ինչ ենք հասկանում, կոնֆլիկտ ունեցող պետությունների միջև խաղաղություն, մենք հասկանանք ինչ իշխան հարաբերություններ, հավասար հիմքերի վրա դրված հարաբերություններ։ Երես նորից եմ մեջ վերելու ցավոք սրտի Բաքվի բռնապետի խոսքը ընդամենը օրեր առաջընչար, երբ ինքը հայտարարեց, որ տարբերակ ունեն Հայաստանի իշխանությունները չկատարելու նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, ու մասնավորապես բնականաբար ինքը խոսում է 9-րդ կետի մասին, որով հստակ
ընդգծվում է, գծվում է Հայաստանի զավթումը եւ նորից եմ ասում ինքը քաղաքական հիմք բերում է այն որ այս իշխանությունները նոյեմբերի 9-ի 2020 թվականի կապիտուլյացիայի են ենթարկվել, այսինքն ողջ գործընթացը հենց այս տրամաբանությամբ է գնում։ Նայեք, խաղաղություն, ես ասեցի ինչպիսին է, ոնց է այդ օրակարգը ձևավորվում, ինքնիշխան հարաբերություններ են դրանք երկու պետությունների, բայց տվյալ դեպքում մենք տեսնում ենք թելադրանք մի պետության կողմից, որը չի թաքցնում իր նպատակները, որը չի թաքցնում, թե ինքը մինչև ուր է պատրաստ գնալ, որովհետև նաև այդ օրվա Ալիևի խոսքի շարունակություն ադրբեջանական մամուլը սկսեց մեկնաբանել դա, ասելով, որ հակառակ դեպքում Հայաստանի նկատմամբ կկիրառվեն այլ գործընթացներ, որով ցույց կտարվի Հայաստանի Հանրապետությանը, ովքեր են իրականում տարածաշրջանում թելադրում օրակարգ։ Բնականաբար այս մի քանի համադրումներ իրար հետ անելով, հասկանում ես, շատ պարզ տրամաբանությամբ արդեն հասկանում ես, որ դա ոչ այլ ինչ է, քան թշնամի պետության կողմից թելադրանք եւ սա չի կարող աղերս ունենալ խաղաղության հետ։ Տիկին Հակոբյան, երեկվանից էլի Նիկոլ Փաշինյանի Տիգրան մասով հայտարարությունից հետո մեր անհանգստությունները արդեն Տիգրան մասով են, կարծես թե հիմա այսպես ամենակենտրոնում թիրախային մասում հայտնվել է հենց Տիգրան ընտրություններից հետո, ասում է, որ Տիգրան Հայաստանի տարածք չէ, մինչդեռ Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Տիգրան Հայաստանի Հանրապետության գյուղերից է, որը գտնվում է Արարատի մարզում։ Կխնդրեմ այս մասով ասեք նաև ինչի ազդակ էր Փաշինյանի, մասնավորապես Տիգրան մասով հայտարարությունը, որ այն Հայաստանի տարածք չէ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Արցախի հանձնումը։ Ինչպես այդ անձը հանձնեց Արցախ։ Կամաց հայտարարություններ անելով։ Այսինքն դրված է իր առջև պահանջ եւ ինքը ունի ընդամենը մեկ հանձնարարական։ Կամաց ժողովրդի գիտակցության մեջ մտցնել այն, ինչը այսօր պետք է Ադրբեջանին։ Իսկ նորից եմ ասում, ինչպես սկսվեց Արցախի հանձնումը։ Մի գեղեցիկոր ուղղակի հանգիստ ասած, որ տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է։ Եվ դրանից հետո բոլոր պրոցեսները տարավ Արցախը ադրբեջանացնելու գործընթացին։ Արդյունքում մեր բոլոր ընդվզումների, մեր պայքարի արդյունքում ինչ արեցին։ Մեզ սովի մատնեցին, այնուհետև զենքի ուժով բռնի տեղահանեցին։ Հիմա նույն բանը, ինչի մասին նորից եմ կրկնում, ես 2022-ից եմ ահազանգում, տեղի ունենում Հայաստանի նկատմամբ։ Այստեղ որևէ որոշում կայացնող իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում չկա, գոյություն չունի։ Այստեղ կան Բաքվի բարձրախոսներ, որոնք նույնիսկ տեղյակ չեն հետագա պլանների մասին։ Իրենց օրվա պլանը տրվում է, իրենք անում են։ Հիմա հերթը հասել է Տիգրան Բնականաբար իրենք սկսում են Տիգրան հանձնումը եւ ինչպես պիտի դա լեգիտիմացնեն, համոզելով ժողովրդին, որ այն ով է ասել, որ հայկական գյուղային անկլավ է։ Մինչև հանձնարարությունը իրենք իհարկե առանց հանրաքվեի, իրենք որևէ նոր բան չեն անում։ Իրենք կրկնում են ընդամենը այն, ինչում հաջողել են։ Իսկ իրենք հաջողել են Արցախի հանձնման մեջ։ Հիմա իրենք նույն գործընթացը կատարում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Իհարկե, այստեղ մի քիչ ավելի բարդ է, մի քիչ ավելի աշխատատար է, մի քիչ ավելի պիտի համոզեն, եւ իրենք դա անում են։ Իրենք համառորեն քայլ առաջ են գնում։ Դեռևս ոչ մի վարքյան չսխալվելով իրենց գործողություններով ոչ մի վարքյան կանգ չառնելով այդ ուղղությամբ աշխատելով։ Իրենք հաջողում են դա, դեռևս հաջողում են։ Տիկին Հակոբյան, մի կարևոր թեմայի մասին էլ կխնդրեմ անդրադառնաք։ Ըստ էության արցախցիների թիրախավորումը արդեն հասել է ազգային ժողով։ Մենք ընդդիմադիր падգամավորներից Արեգա Հովսեփյանը ունենք արցախցի, ում օրեր առաջ օրինակ Արայիկ Հարությունյանը փորձում էր պարտադրել, որ ասի Արցախը Ադրբեջանի մաս է։ Սա ինչ դիրքորոշում է, ինչ քաղաքականություն է, որ ազգային ժողովում իշխանության կողմից արցախցիների դեմ փորձում է տարվել։ Տեսեք, եկեք ցենք նրանց, որ մենք ժողովրդավար երկրում չենք ապրում։ Եվ այստեղ ցանկացած այլակարգություն
ամենալավագույն տարբերակով այդպես վիրավորանքների են արժանանում այն մարդիկ, ովքեր այլ կարծիք ունեն։ Իսկ վատագույնը մենք տեսնում ենք, հա, մարդիկ կալանավորվում են, բռնաճնշումների են ենթարկվում, ահաբեկվում են իրենց հարազատները, իրենց ընտանիքները։ Հետևաբար այս իշխանությունների պարագ օրինաչափ են ինչ որ տեղի է ունենում ազգային ժողովում։ Դա այս իշխանությունների պատկերն է հենց ազգային ժողովում, եւ դա այդպես էլ պիտի լիներ։ Ես կարծում եմ, որ Արեգն ինքը եւս գիտեր ուր է գնում եւ ինքը պատրաստ էր այս ամեն ինչին դիմակայելու։ Երևի թե այդքան չէին կարողանա թիրախավորել, եթե պատգամավորը այդ պահին ուղղակի երևի մտքով չի անցել, ասել որ ոչ, ինքը չի ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում եւ Արցախը միայն եթե որևէ երկրի կազմում պետք է լինի, ապա դա կարող է լինել Հայաստանի Հանրապետությունը։ Ես կարծում եմ, որ ազգային ժողովի անդոնից սա պիտի հնչեր, որպեսզի իրենց այդ մի քիչ լկտի խոսույթը երևի հիստերիայի վերափոխվեր, այլ ոչ թե ավելի լկտի աներ։ Տիկին Հակոբյան, եւ խոսակցություններ կան այն մասին, որ Արցախի ազգային ժողովի խմբակցությունները խորհրդակցություն են ունեցել, քննարկումներ Արցախի նախագահի ընտրության մասով եւ նաեւ տեխնացուի անուն էր նշվում Հասան Ջալալյանի։ Կխնդրեմ այս մասով մանրամասներ Նման բան չկա, նման բան ընդհանրապես գոյություն չունի, ես չգիտեմ, դա ինչ որ անանուն հրապարակումներ են ժամանակ առ ժամանակ տեղի ունենում։ Քննարկում նման երբեք չի եղել, նույնիսկ ակնարկ չի եղել, որը մեկի մտքով չի անցել։ Ասեմ նաև ինչու մենք մեր վերջին հանդիպման ժամանակ եկել ենք եզրահանգման, որ ազգային ժողովը չի ընտրելու Արցախի Հանրապետության նախագահ։ Ինչու, որովհետև 2023 թվականի սեպտեմբերին այլ իրավիճակ էր եւ այսինքն իշխանությունները օգնում էին եւ դա նաև իրենց ծրագրի մասն էր, որպեսզի Արցախը ընդհանրապես գլխատվեր եւ այն ինչ որ հետո պիտի տեղի ունենար, ոչ թե իշխանություններով հանդերձ լինեին, այլ ուղղակի ժողովուրդը այսպես խելագարված ավելի վատ վիճակում վար հասներ Հայաստանի Հանրապետություն։ Այն ժամանակ այլ էր եւ Արցախի այն ժամանակվա նախագահը Արայիկ Հարությունյանը, որը երևի թե տեղյակ էր Հայաստանի իշխանությունների պլաններից, ինչին մենք տեղյակ չենք, բերեց նախագիծ համանadrության մեջ հոդվածի փոփոխության, որով իրավունք էր տրվում ֆորս մաժորային իրավիճակներում ազգային ժողովը ընտրել նախագահ։ Մեր քննարկումների արդյունքում մենք եկանք են եզրահանգման, դա նաև իմ առաջարկն է եղել, որ մենք հիմա հրատապություն չունենք Արցախի նախագահ ընտրելու, որովհետև ամեն դեպքում Արցախի նախագահին պիտի ընտրի ժողովուրդը, այլ ոչ թե պատգամավորները։ Իսկ միակ լեգիտիմ մարմինը դա ազգային ժողովն է, որի համար անթույլատրելի է, որ առ այսօր այն առանց նախագահի է, եւ մենք պետք է կենտրոնանանք ոչ թե Արցախի նախագահի, այլ ազգային ժողովի նախագահի ընտրության վրա։ Այդ օրը մենք ամփոփեցինք մեր հանդիպումը պայմանավորվելով, որ հաջորդ հանդիպումը նո արդեն մոտ օրերս պիտի տեղի ունեցած լիներ, ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունեցել, հուսով եմ այս մի քանի օրը տեղի կունենա, որտեղ խմբակցությունները, կուսակցությունները տարբեր խորհրդատվություններից հետո արդեն առաջարկներով հանդես կգան, կամ տեխնացուներ կառաջադրեն, կամ ընդհանուր մի եզրահանգման կգանք, ինչպես ենք կազմակերպում ազգային ժողովի նախագահի ընտրությունը, իսկ հանրապետ նախագահի ընտրությունը։ Դա տարբեր սցենարներ կա, որի շուրջ մենք շատ կարճ քննարկում ենք ունեցել, որ ժողովրդի մասնակցությամբ կան տարբերակներ արդեն ընտրելու Արցախի նախագահ։ Բայց ընդհանրապես որևէ այդպես լուրջ քննարկում դեռ այդ առումով չենք ունեցել, առավել եւս որ ազգային ժողովը կընտրի, դա արդեն ընդունելի չի եղել մեր կողմից։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։